Բարերեկո սիրելի ֆուտբոլասերներ, մեգա լիգայի եթերում շարունակվում է ֆուտբոլային օրը, այսօր միմյանց հետ կմրցեն Կուբայի և Նիդերլանդների հավաքականները հետաքրքիր հանդիպման են ականատես լինելու իհարկե Կուբայի հավաքականը, որը որ պայքարում է աղյուսակը առաջի հորիզոնականում առաջի քառյակում ներողություն հայտնվելու համար և Նիդերլանդերի հավաքականը, ովքեր որ ցանկանում են մտնել play-off pool և չմասնակցել փոքր գավաթին, այլ փորձել play-off-ում դուրս գալ ավելի լավ տեղ։ Եկեք շատ արագ ծանոթանանք թիմերի կազմերին Կուբա, դարպասապահ Անտոնյան, պաշտպանությունում Գալոյան համար 12, Սահակյան համար 16, Սողոմոնյան համար 39 և Սողոմոնյան համար 66։ Դոլինյան, Աղախանյան, Դոլինյանը 3 համարով կգործի, Աղախանյանը 10, Հարությունյանը 11 համարով և Սահակյան համար 16։ Նիդերլանդների հավաքական Արշակ Թաշչյան համար 1, Նարեկ Համբարձումյան համար 2, Արման Փոխիկյան համար 41, Ալիկ վտանգավոր էր այստեղ, Ալիկ Հովանեսյան համար 26, Լևոն Խաչատրյան համար 42, Կարապետ Թաշչյան համար 10, Դավիթ Գրիգորյան համար 24 և Յուրի Կոլոջյան համար 22։ Հետաքրքիր հանդիպում է լինելու խոսք, երկու թիմերն պայքարելու են այսօր դրական կողմը գալու համար իհարկե այսօրվա խաղի ֆավորիտը Կուբայի հավաքականն է։ Եվ իհարկե Լանդերի հավաքականը փորձել ու է ինչ-որ գրոմ էր Հոլանդիայի հավաքականը դարպասապահ լավ գործեց այստեղ Կուբայի հավաքականին Հովանեսյան և եզրից գնդակը Նիդերլանդներինն է Գոտու մոտ խախտում գրանցվեց հարված առաջ այստեղ Պաշտպանները աչալուրջ էին հեռացրեցին գնդակը Արձուն առաջ Հոլանդիայի հավաքականը
Չենետում Սահակյանն են նետելու եզրից Սողոմոնյան լավ պաշտպանվեց այստեղ նորից պետք է խաղարկել Եզրայինը շատ էր առաջացել Գեղեցիկ էր Նորինյանը լավ պաշտպանվեց Բարձրից Վախանյան արված բարձր է Արկեց գնդակը Հոլանդիայի ավակականը Լիև այստեղ չկար վտանգավորը ոչինչ Խլեց գնդակը Նորից Կուբայի ավակականը Սողոմոնյան արված ինչ գնդակ է հայտնվում դարպասում 1-0 Կուբայի ավակականը բացում է հանդիպման հաշիվը Ֆանտաստիկ էր ամեն ինչ Եվ հանդիպման 10-րդ րոպեին Կուբայի ավակականը առաջ անցնում հաշվի մեջ Նորից գնդակով է Կուբայի ավակականը Աղախանյան խախտում Աղախանյանն էլ իրացնելու է Ուգանային արվածը տեսնենք Լիգայի լավագույն զախլիկներից մեկը թե ոչ լավագույնը չանելու Աղախանյան արված 2-0 Ֆանտաստիկ էր Աղախանյանի կողմից և շատ արագ կրկնապատկում է հանդիպման հաշիվը 2-0 հարմար առավելություն է ստանում Կուբայի ավակականը Նիդերլանդների նկատմամբ Եվ տեսնենք ինչ կառաջարկի հիմա հենց Նիդերլանդների ավակական այստեղ դարպասապատով եկավ Սողոմոնյան Չրեց գնդակը Հոլոջյան արված Դարպասապային ներ գնդակը Սողոմոնյան Կորցրեց գնդակը Կուբայի ավակականը Եվ արված դարպասին փրկեց ևս մեկ արված Եվ ինչ այստեղ Խախտում Կանոնների խախտում հարցակվող թիմի կողմից այսպես Ով էր այնտեղ Հովանեսյանն էր
Վագում։ Ուժեղարված առաջ, դեպի Արությունյանը, Արությունյան և այստեղ հարություններ, Արությունյանի հետ ամեն բան կարգին է։ Փոխանցում է, բայց Դոլինյան այստեղ դրության տերն էր։ Դոլինյան։ Այդ գնդակը խաղանկերոջը։ Եվ դեպի Արությունյանն էր կատարված փոխանցումը Սահակյանից ստացվեց։ Սահակյանը չէր։ Այստեղ էր Սահակյանը։ Գալոյանն էր դրվագում, չվեք, ում է, Հոլանդիայի ավակականը և պրկեց Անտոնյանը, դառնում հանդիպման հաշիվը, շատ արագ բոլոր հույսերը անջատում է, մարում է և փոշիացնում է Կուբայի ավակականը, 3-0 և այս Կուբայի ավակականից միավոր խլելը այսօր դժվար է լինելու։ Ծրեց գնդակը և շարժում առաջ, Սողոմոնյան, Սողոմոնյան արված, Սողոմոնյան եղբայրները խաղարկեցին գնդակը, բայց Սանգավոր ոչինչ չկար։ Արվածը լավներ բայլ դարպասապատեղում էր, Արությունյան, Արությունյան, մնաց գնդակով Արությունյանը, Արությունյան, որդրեց գնդակը, Դոլինյան, Արությունյան, կենտրոնի միայնակ էր Արությունյանը, Գալոյան, ձախթևով շարժում առաջ, Գալոյան, Գալոյան արված Սանկինային։ Խանյան բարձրից, Արությունյան, Դոլինյան, Սողոմոնյան, Խանյանն է ստանում գնդակը, փոխանցումը առաջից ստացվեց, երկրորդ տեմպով, Խանյան, և ի վերջո Եթերային նետում, բայց Նիդերլանդների ավակականի։ Աղախանյան, Արությունյան, Դոլինյան արված, Անկինային, շարված է
Աղախանյան Արցրից Արությունյան Դոլինյան արված Սողոմոնյանը փակեց արվածը բայց բարդ է որ ուղղակի պահում էր իր թիմի մոտ գնդակը Աղաքյան լավը չէր փոխանցումը հակագրով կարող է ստացվել պետք է մի փոքր արագ ազատվել գնդակից բայց փոխանցումները ստացվեց նորից գնդակը ով է Ձեռլանդների հավաքականը Հովանեսյան Խեցգրոյի եզրաչ Գրիգորյաններ և բանավոր էր Անկնային իրացնի Կուբայի հավաքականը Բարձրից հեռացրեցին գնդակը հեռվից հարվածն է լավը չէր Փոփոխություն տեղի ունեցավ Ձեռլանդների հավաքականի կազմում Արությունյան Արկել է գնդակը Կուբայի հավաքականը Աղախանյան Դոլինյան Շատ լավ փոխանցում էր դեպի Աղախանյանը բայց Ստացվեց Նորից գնդակով է Կուբայի հավաքականը Արությունյանի արվածը շեղ է Այստեղ և հարված Անի պաշպանած տարպասից Որից նա է գնդակով Օխեց գրո եզրա դեպի ձախ Սողոմոնյան Դեպի ձախ Աղախանյանը արված բարձր է Հովանեսյանը չէր, սա Հովանեսյանն էր Ամբարձումյաններ գնդակով Դոլինյան հեռացրեց գնդակը Նորից Հոլանդիայի հավաքականը
Ապասի շանքնեի։ Շանքնեին է լինելու։ Մրցավարի։ Հարցրից սարված։ Չկար վտանգավոր ոչինչ։ Լել էր այստեղ հենդակը ամբարձմյանը, բայց այսպիսի երկար դադար էր մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ Չէ՞ վերադառնում ենք հանդիպման։ Չեսեմ հանդիպման արշիվն է 3-0։ Ի վերջո վերսկսված է հանդիպումը։ Գրոում է Հոլանդիայի ավագականը և կորցրեցին այստեղ գնդակը։ Գնային։ Եվս մեկ անկյունային հարված կտեսնենք։ Հարցրից հեռացրեցին Ուբայի տղաները և արագակագրով Հարությունյան և վաստակեց եզրային նետում։ Այսպես Աղախանյանը կարմիր է ստացել, ֆուտբոլասերներ ներողություն օգնություն։ Թվաց փոփոխություն է տեղի ունեցել նրանց կազմում, բայց այսպես տեսնում ենք այն խախտման համար ստացել է երկրորդ տեղինը և չի ավարտելու այս հանդիպում, այսինքն ժամանակից շուտ է ավարտին հասցրել այս հանդիպումը, ամբողջ երկրորդ խաղակեսը Կուբայի ավագականը մեկ ֆուտբոլիստ պակաս է լինելու և Նիդերլանդների ավագականը կարող է փորձել օգտվել այս հնարավորությունից։ Դոլինյան լավ հեռացրեց գնդակը, բայց երկրորդ տեմպով կշարունակվի, ոչ։ Նորից հեռացրեցին պաշտպանները և Գալոյան ձախթևով շարժվում առաջ։ Գալոյան, Աղախանյան, ոչ ներողություն, Աղախանյանը չէր, Սողոմոնյանն էր, Հարությունյան, առնեցի բոլորին ներողություն, Հարությունյանին վերադառնում ենք սիրելի ֆուտբոլասերներ դիտելու Նիդերլանդներ
Կուբա հանդիպման երկրորդ խաղակեսը հիշեցնեմ առաջի կեսից հետո հանդիպման հաշիվն է 3-0-ով Կուբայի հավաքականը առջևում է եւ խաղակեսի վերջում Շարուխանյանը երկրորդ տեղին ստացավ եւ խաղը բոլորից շուտ ավարտեց եթե ինձ հարցնեք որ դրվագում փորձեն Ինչման ժամանակ էի փորձում ճշտել ինչ դրվագում էր եղել եւ փաստորեն այնտեղ խախտում էր գրանցել եւ խախտել էր կանոնները Աղախանյանը մյուս հեղինը ստացել էր դե խոսալու համար այսպես Դոլինյանը նախ այստեղ պաշտպանություն գերազանց գործեց Սողոմոնյան Փորձեց գնդակը Գալոյան մտնում է պայքարի մեջ Աստեց կանոնները Գալոյանը Ամպոնյան Հանգիստ գնդակը կպայի իր մոտ Սակյան Դեպի Հարությունյանը գեղեցիկ էր, բայց գնդակը բաց թողեց և այստեղ չէր մնում ինքնագոլի հեղինակ դառնալ Ձեռնանտների դարպասապահ Նյան Փոխանցումը ստացվեց Խլեցին Հովհաննիսյանից գնդակը Դոլինյան Դոլինյան Դեպի աչ Գալոյաններ որ Սողոմոնյանն է արվածում անկյունային Հարցրից Դոլինյանը պահեց դաշտում գնդակը Դոլինյան արված Դոլինյան ևս մեկ արված Եվ փրկեց դարպասապահը Աչքի խապկանք էր այստեղ Կալած գնդակը հայտնվեց ցանցում, բայց ոչ Կալեց գնդակը նորից Եվ երազանց պաշտպանվեց Սողոմոնյան Անհարմարություն է իմացում Սողոմոնյանը, բայց Սոլոզյան Հարցրից Սահակյանը հեռացրեց գնդակը Սահակյան խլեց գնդակը Սահակյան Սահակյան արված ուի դարպասապայի վրա էր այս արված Գալոյան Սահակյան Սողոմոնյան Հարությունյան Շատ այստեղ Պայեցին գնդակը պետք էր ի վերջո արված կատարել Սահակյան 4-րդ տեմպով այս գրոն ընթանում արված Սողոմոնյանի արված ուղի դարպասապայի վրա էր Հովհաննիսյան և դեպի Քոլոզյանը ուժեղ էր փոխանցումը Առաջ Հարությունյանն էր այնտեղ ցանկանում Տեսնել գնդակը չստացվեց Կենտրոնով նորից Ձեռնանտների հավաքականը շարժում առաջ Քոլոզյան արված մեկ գնդակ ետ է բերում Ձեռնանտների հավաքականը
3-1 Նացի երկու գնդակ Այսպեսի ավարտին և հանդիպման ավարտին դեր ժամանակ ունենք Եզրային նետում Անկնային Կլինի այստեղ Դոլինյանից էր դուրս եկել գնդակը Օնեսյան Ցածրից Վտանգավոր է Քոլոջյան արված փակեցին պաշտպանները Եվս մեկ հարված նորից Հեռացնում են պաշտպանները Սողոմոնյան Գերացրեք Նիդերլանդների հավաքականը եւս մեկ գնդակ եղինակի Ախտուն Սողոմոնյանի հետ պայքարում Հոլանդիայի հավաքականը հրաշալի փոխանցում էր դեպի Քոլոջյանը, բայց հարպասապատեղում էր Անգամից ուժեղ արված առաջ դեպի Հարությունյանը Պաշտպանները լավ գործեցին Ախտում Խախտեցին Անոնները Կուբայի ֆուտբոլիստները Սահակյաններ այդ դրվագում Արված փրկեց Նարպասապա գեղեցիկ սեյվ էր Նարպասապայի կողմից Նեսյանն իրացնելու Անկյունային լավը չէր Դոլինյան Ուժեղ հարված առաջ Միայն Հոլանդիայի պաշտպաններն էին Կրոնով է հիմա էլ գրում Նիդերլանդների հավաքականը Չկար այստեղ վտանգավոր ոչինչ Հարությունյան, վատ չէր և խախտեցին կանոնները Օնյան Եվ կորցրեցին գնդակը Արագակագրով կարող է ստացվել Աչթևին Քոլոջյան ազատ է Ստանում է այն հարված Անտոնյանը փրկեց Եվս մեկ հարված Հարպասապատեղում է Օմոնյան Եվ այնտեղ զաղթելուն Գալոյանը չկարողացավ ինչպես հարկներ Շրջանցել Նորից գրում է Նիդերլանդների հավաքականը Հերվից հարված Դարպասատ ձողն է հիմա էլ փրկում Ինչ սեյվ էր Ինչ հարված էր Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստի կողմից
Հարցրից հեռացրեցին գնդակը այստեղ խախտեցին կանոնները և Հովհաննեսյանը դերին է ստանալու Լավը չէր փոխանցումը, Քոլոջյան արված Եվս մեկ փոխանցում դա հարպասապայի գնդակս Մնաց գնդակով Փոխեց գրով եզերը դեպի աջ, բայց Սահակյանը թույլ չտվեց Միայն պաշտպանվում է այս պահին Կուբայի հավաքականը Արությունյանն է միայն կրակագծում Քոլոջյան արված դա հարպասաձողն է փրկում երկրորդ տեմպով Եվս մեկ արված 3-2 է դառնում հանդիպան հաշիվը Ֆանտաստիկ էր ուղղակի 3-2 Դավիթ Գրիգորյանն է դառնում գոլի հեղինակ Եզրից գնդակը Հոլանդիայի հավաքականինն է Արդեն մենք նույնպես սկսեցինք լարվել Այթունավտանգ վերջաբան ենք դիտելու Տանգավոր էր այստեղ հեռացրեցին պաշտպանները Եվ Սահակյանը ուղղակի հեռացնում է գնդակը Այս պահին դիտենք Սաշարային աղյուսակը Կուբայի հավաքականը ապահովել է իր 5-րդ տեղը և արդեն այս խաղից առաջ Հայաստանի հավաքականն էր խաղում վաստակեց 3 միավոր և Կուբայի հավաքականը այլևս չի կարող հասնել, այսինքն լավագույն քառակում չի լինի և զուգահեռ ընթանում է Իսպանիայի հետ հանդիպում, այնտեղ ինչ հաշիվ էլ գրանցվի, Կուբայի հավաքականը 5-րդ տեղն է գրավելու այս առողջությունում և պլեյ-օֆ հանդիպումներ կանցկացնի Իսկ հիմա այստեղ հարցը Նիդերլանդերի հավաքականին է Եթե Նիդերլանդերի հավաքականը միամիտ հաղթի այս խաղում, ապա կապահովի իր տեղը 90%-ով մրցաշարային պլեյ-օֆ փուլում Քոլոջյանի արվածը շեղեր Քանի որ այս պահին եթե Նիդերլանդերի հավաքականը ունի 13 միավոր, ապա 12-րդ հորիզոնականում գտնվող Ռուսաստանի հավաքականը
Եվ Մեքսիկայի հավաքականը։ Այսօր վտանգավոր է գրում է Կուբայի հավաքականը, այս գրույց հետո կվերջացնեմ միտքս արված։ Ինչպիսի գնդակ է հայտնվում դարպասում։ Ահա քեզ Սողոմոնյան և ահա քեզ Կուբայի հավաքական, այո։ Սողոմոնյան դառնում է հաշիվը 4, 2 և մարում է բոլոր վտանգավոր էր հիմա, եթե հետ գրավեր նորից մեկ գնդակի առավելություն ստանար Կուբայի հավաքականը և գրավեր դարպասը Հովհաննեսյանը, ապա այսպես ասեմ ինձ հենց ամենաառաջին ինձ ևս մեկ անգամ դաս կլիներ, որ հանդիպումից առաջ մինչև խաղի ավարտը պետք չէ թիմին եկցել հանդերձարան։ Գրում է Նիդերլանդների հավաքականը, հույս է նրանք դեռ չեն կորցրել և իհարկե պայքարելու են մինչև վերջին պահը։ Ոչ ոքի արդյունքը այս խաղում Նիդերլանդների հավաքականին ոչինչ չի տարված, պետք է Անտոնյանը տեղում էր, պետք է հաղթանակի հասնել միայն, իսկ ահա Կուբայի հավաքականը այսօր պարտվի հաղթի կարող են շնորհավորել, լավագույն հնգյակում եզրափակում է լավագույն հնգյակը, Օմոնյան ծրեց, Օմոնյանը ֆանտաստիկ փոխանցում Հովհաննեսյանի կողմից հակագրող 3-2-ի դիմաց, Խոլոջյան, դեուր է արվածը և պրկեց Անտոնյանը, երկրորդ տեմպով Խոլոջյան, ևս մեկ հարված դարպասաձողն է պրկում, քանի անգամ, հաշվել եք, քանի անգամ պրկեց դարպասաձողը, ես 3-ն եմ հաշվել։ Նորից խաղարկում են գնդակը, Սողոմոնյան, Մարությունյան, Զաղթևից ազատ է խաղանկերը ստանում է և որոշումներից ամենավատը կայացրեց ընթացքից հարված կատարելով։ Խոլոջյանը չթևում է մեկ հպումով և այստեղ հարված դարպասից լինի, այո, հարված դարպասից պետք է լինի, այստեղ վերջում Հոլանդիայի ֆուտբոլիստին դիպչեց գնդակը, հարված առաջ, Հարությունյան, չեցվեց գնդակը, բայց այստեղ էլ Հարությունյանի փոխանցումներ ուժեղ կատարված։ Կարում է Հարությունյանը գնդակի համար, հաղթեց։ Լավ խլեցին գնդակը, Սողոմոնյան, տանգավոր է, եղեցիկ էր այստեղ Խոլոջյանի փոխանցումը, չկար վտանգավոր ոչինչ, Հովհաննեսյան, վատ չէր, և Դոլինյանը հեռացրեց գնդակը։
Էլ շեղեր Հարված առաջ Դերլանդերի հավաքականն է գրոում Կոդոսյան Հարվածը փակեց Դոլինյանը Գալոյան Խեց գրոյի է դրաչ, այնտեղ է Սողոմոնյանը, իարկը չեն շտապի, Արությունյան, Գալոյան ազատ է, բայց տանում է Սողոմոնյանը գնդակը, Գալոյան, Արությունյան, Սողոմոնյան, արված, փրկել դարպասած ձողը, եվս մեկ արված գնդակը դարպասում է, և վերջակ է դնում, Արությունյանը այս արվածով 3 միավոր ապահովում է, կարող եմ վստահել ժամանակի առումով այս Կուբայի հավաքականին ես առաջի խաղակեսում էլ նշեցի, այս Կուբայի հավաքականին հաղթելը այդքան հեշտ չէ, եթե նաև նրանք մեկ խաղացող պակաս են։ Արությունյանը դուբլի հեղինակ է դառնում այս խաղում։ Այո, այդքան այսօր չերևաց դաշտում Արությունյանը, բայց իր սև գործը կատարեց։ Եվ ռացրին գնդակը պաշտպանները Սողոմոնյան ծրեց գնդակը, բայց թիկունքում էր Դոլինյանը և գերազանց գործեց Դոլինյան Փոխանցումը լավը չէր, բայց այստեղ էր Սողոմոնյանը, այսպես շատ լավ է պայքարի մեջ մտնում և խաղթում արձակվող թիմի կողմից Տեղին է ստանում նաև Սողոմոնյանը Ճարեց այսօր Ավարտին է ասցնում Կուբայի հավաքական այս հանդիպում ընդհանրապես այս առողջությունը Վերջո տեսենք ինչ հաշվով է ավարտվելու այս դրամատիկ հանդիպումը Կոլոզյան Հարված Անտոնյանը տեղում էր Երկրորդ տեմպով չի լինի, քանի որ խախտեցին կանոնները Դոլինյան ուժեղ հարված առաջ Դոլինյանը չէր այս փոխանցումը Հարված Կոլոզյանի կողմից Շեղեր Դեպի Գալոյանը, բայց ուժեղ էր այս փոխանցումը Եվ վերջո ավարտված հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ
Շնորհավորում եմ Կուբայի հավաքականին, շնորհակալություն ձեզ այս հանդիպումները ինձ հետ դիտելու համար խաղը մեկնաբանեց Վարշան Պետրոսյանը, կհանդիպենք Մեգալիգայի եթերում հաջողություն։